Я նկարում եք Զարթոնք բզնունի Բիլսա պրամիկո էֆիրի բիլսա վիմի բիլսա Հա մի խոսքով Զարթոնք բզնունին աշխարհահռչակ քաղաքական գործիչ Զարթոնք բզնունին եւս մեկ անգամ մտել է ուղիղ եթեր հա միլիոն տոկոս ուղիղ եթեր է կարող եք ստուգել ինչ եմ ուզում ասել ուրեմն այս երկու օրը երեք տեսա այն խեղճ Վահագն Ալեքսանյանի գլխին ինչ օին էին բերել արա այդ ինչ է կարում այդ ինչ կապիկություն է ինչ եք դες բաներ անում ուրեմն կպցրել են այդ մարդու դեմքը այն Նիհարստրոյնի Վահագի դեմքն են կպցրել պատերին հա ու գրել են բանի շո բաներ են ինչ էին գրել 30 արծաթ բան ստուֆտա բաներ էլի նախ ես պաշտոնապես հայտարարում եմ որ դա լկտի սուտ է որ Վահագը չի ծախվել 30 արծաթով ինչու խնդրեմ պատասխանեմ որովհետև 30 արծաթ չկա գոյություն չունի բնության մեջ այսինքն լկտի սուտ էլի այդ նախկինների կեղտեր էլի այդ շնաբարո թրքաբարո նախկինների հորինված բաները 30 արծաթը որն է այդ ինչ է նշանակում 30 արծաթ ոտոք բան չկա ոնց կարող է այդ մարդը ընդհանրապես ծախվի հա հետո ուրեմն ինչ էին գրել հա այն բանը ֆիգուրկեն էին Սվինկա Պեպայի արձանիկը փոքրիկ sense հա կարմիր շորիկով Սվինկա Պեպաներ հա Պեպա փիգը խոզուկ Պեպան ուրեմն դրել են յանին բան ինչ-որ բաներ անցկացնում են այդպես արա դու լավ չեք արա չնայած ես ճիշտ ասել եմ այդպես խոսակցություններ գնում էին որ ուրեմն Վահագը եւ Սվինկա Պեպան սիրեկաններ են բայց դա գիտեք օթում կախված դուրեր են հասկանա ես չեմ հավատում էնի մուլտիկա էսի մուլտիկա դες չի լինում էլի մի քիչ լկտի սուտ է էլի մի քիչ մի թեթև լկտի սուտ է հա հետո բանը ինչ էին արել էլ ինչ էին հա ինչ մուկ էին գցել դրան դեմը սատկած մուկ արա հոդու մուկ տշող չկար այնքան տշիկ սատկավ այդ մուկը լավ չկար մուկ տշել վաշի մուկը ղեկ գցել յանի ինչ էլի ուրեմն եկ հա ջանդակով մարդուն ուզում եք սատկած մկով բանանեք վախեցնեք այդ գցում եք բան գցեիք նա լավ կերած խմած վարազի տենց բան դոշիկիտ գցեիք դրան դեմը գոլե մի քիչ ինձ ինչ-որ օբշի բան կարող ենք տեսնել մուկը ուր Վահագն ուր լավ լրիվ ձեռարն էլի կա չեք կարող հասկանում եք չեք կարող մի բանես բան հորինեք որ կրեատիվ լինի կրեատիվ հասկանում եք հա էլ ինչ էին արել ոչ մի խայտարակություն էլի ինչ ասես գրում են ինչ ասես հա գրել է արա ուրեմն գրել էին Նիկոլի ծառա հա Նիկոլի ծառան է այ քեզ բան բայց մենք բոլորս ենք Նիկոլի ծառան չէ հա բա ոնց մենք հիմա Նիկոլի ոնց որ Նիկոլին պլեն ենք ընկել ու ընկել ենք բանը դրախտ ենք ընկել Նիկոլի ծառը ու սենց դրախտամեջ տենց ոնց որ ապրում ենք էլի դե հիմա այդ աղբեր ջան բոլորս մենք բոլորս Նիկոլի ստրուկներն ենք այո կեցե թավիշը կեցե ապագան ապագա կա բանը կա օբշի տենց հա քյաբաբ ար քյաբաբ հա ու եկեք չմոռանանք որ Վահագը ինքը շատ ստաբիլ քաղաքական գործիչ է շատ ստաբիլ ինքը ամենաստաբիլ մարդն է 7 տարի անընդմեջ ինքը ասում է որ նախկիններն են մեղավոր հասկանում եք 7 տարի ինքը ասում է սերժառոբական կլանի մասին Ղարաբաղյան կլանի մասին էլ որ մի տես քաղաքական գործիչ գիտեք աշխարհում որը 7 տարի մի բան ասի հասկանում եք ուրիշ вообще ոչ մի ուրիշ բան չի ասում չի խոսում այդ մարդը որովհետև հասկանում ասենք կոմպետենտ չի այդ հարցում չի մտնում այդ մարդը ուրիշ հարցերի մեջ ալա հիմա այդ մարդը գիտի որ հելավ տրիբունա պետք է ասի բան նախկիններն են մեղավոր Ղարաբաղյան կլանը սերժառոբականը հա ես էլ առանց տրուսիկ մայկա եմ եկել այսօրվա նիստին այս այդ բաները ինքը շատ լավ է անում հասկանում եք բայց ուրիշ բաներ մի պահանջեք այդ մարդուց արա ինչ եք ուզում արա թողեք այս թող մարդը աշխատի արա մուկ են գցում ես իմ ինչ են գցում դեբիլ եք դու կարա ես չեմ հասկանում կամ վախտի բան էին անում շուտ թակաղներ էին դնում դրան դեմը բան արա դուք հակա նիկոլականներ եւ հակա հեղափոխականներ դուք հələ պատասխանը ձեզ ստանալու եք այ պատիտակ վնգստացողներ հետ վերջ արդեն ոչ մի թավիշ ոչ մի բան Վահագ ջան վերցնում ես պողպատե մուրճը ու սատկացնում ես այդ սա գյադա գյուդեկին արա խեշ մարդու բան մորն էին կպե դուրսը ինչ որ բան էին անում Որի իմացան իր ամերնա սկսին ես բաներ են անում լավ չէ կարա դուք ես ինչ կրկես արա չնայած ես ասեմ դա նշանակում էր որ իրանք ուրախացել էին
Ոչ թե հեգնանքով էին դա անում, ուղղակի ուրախացել էին, առաջ անգամ տեսան Վահագի մոր հասկանը եւ դրանից այդ ճիչերը, այդ սրտի բողբոջների ոնց որ ճիչներ նրանց բանտես ոնց որ ուրախ էին մարդիկ, դե հասարակ ժողովուրդ է, բա ուրախանա, բա քաղ գործիչի մերա բանարել տեսել, հա ինչ եմ ուզում ասեմ, արա յան տվեք այդ մարդուց, հենց լիքը մարդիկ կան են Քոջոյանա, բանա ինչ էր դրան Արծուն Հովանիսյանը, դրանց կպեք, այս խեղճ մարդուց ինչ եք ուզում, արա, դաժե ձեր խաթրին, ժողովրդի խաթրին այդ մարդը գնաց մարզաբան, սրա ու սկսեց պարապել ու մի քիչ նիհարեց, մոտ մի 20-30 գրամ քաշ գցեց, հասկանում եք, հետո իհարկե էլի հաց կերավ դրբովացավ, բայց գոնե գոնյա գցեց, չէ։ Այնպես որ ժողովուրդ ջան, կեցցե մեր Թավիշը, կեցցե Նիկոլ Փաշինյանը, կեցցե Նիկոլ Փաշինյանի ստրուկները, այսինքն մենք, որոնք բան ենք, պատյեշկա ենք անում մեր Թավշյա հեղափոխությանը։ Վահագ ջան, պատյեշկա քեզի։